Տիկին Ծառուկյան, այստեղ եք պահանջով, որ կառավարությունը վերցնի դիմում, մանրամասն ներկայացնեք ինչ դիմում է ինչ։ Իհարկե։ Նախ ինքնանպատակ չէ, որ ուզում ենք անձնապես վերցնեն, որովհետև ինչ որ sense հատուկ գործողություն չենք անում, որ մեզ համար սկզբունքային հարց է։ 3 տարի շարունակ դիմումները եւ հայ փոստի միջոցով ենք ուղարկել եւ ստեղ մուտք ենք արել, ինչպես բոլորն են անում։ Արձագանք չունենք։ Հիմա ուզում ենք կոնկրետ աշխատակազմից իջնեն, որպեսզի հասկանանք ումից ենք հետո պահանջելու, որովհետև այս ակցիաները շարունակվելու են։ Այսինքն մեր պահանջը հետևյալն է՝ ամսի 8-ի դրությամբ սույն ամսվա դատարանում Նարեկ Սարգսյանի գործով ում մեղադրում են կնոջը սպանելու մեջ, իդեպ առանց ապացույցների, առանց շարժառիթի, ամեն օր չի, որ կարակ նման մեղադրանքի առասարակ ականատես լինեք։ Կնոջը իր երեխայի մորը չի կարող մարդը ուղղակի սպանել, առանց որևէ նպատակի։ Այդ անձի դատավարության ժամանակ ներկաներից մեկը, որը պարբերաբար գտնվում էր դատական նիստերին, մի փոքր այդ օրը այլայլված, ասենց կենտրոնացված նայում էր մեզ, ոտքի կանգնեց, դատարանից խնդրեց, որպեսզի խոսք ասի, դատավորը թույլ չտվեց, սանկցիա կիրառեց, բայց անձը շարունակեց եւ ասաց սպանությունը ես եմ կատարել։ Հիմա մենք բոլորս adekvat մարդիկ ենք։ Այդպիսի հայտարարություն ուղղակիորեն չեն անում, սա առանձնապես ծանր հանցագործության մասին է։ Պահանջում ենք, որպեսզի վարույթ նախաձեռնվի, այդ անձին գտնեն, հաղորդումներ ենք ներկայացրել, եւ գլխավոր դատախազություն, եւ այդ օրը գիշերը Երևան քաղաքի վարչություն հաղորդում ենք ներկայացրել։ Գտնեն եւ պարզեն, այս պայդրությամբ, բացի այդ ապացույցները, նաեւ կա անձ, որ այդ մեղքը իր վրա է վերցնում, ասում է ես եմ իրականում կատարել։ Հիմա Նարեկ Սարգսյանը անազատության մեջ է, որ հիմքով։ Այսինքն այս ապօրինության վերջը ուզում ենք, որ միանշանակ տրվի։ Այսինքն այն մարդով հայտարարել է նման բան, նրա հետ այլևս այսպես հանդիպում չի։ Ոչ, փնտրում են հարազատները, որովհետև իրենց հարսի մասին է խոսքը։ Եթե այդպիսի բան է կատարել, ինչու ենք բացառում, որ կարող է վենդետա լինել։ Պետք է իրավապահ համակարգը հանրային շահը հաշվի առնելով հիմա գտնի այդ անձնավորությանը, առաջինը նրա անվտանգության տեսանկյունից ելնելով։ Ոչինչ չեն արել, չգիտենք որտեղ է այդ անձնավորությունը, դատավորի համար նախատեսված ելքի դռնով դուրս է եկել, փախուստ է կատարել, որովհետև իմ պաշտպանյալի մոտ այդ հայտարարությունից հետո անմիջապես աֆեկտ սկսվեց եւ այնտեղ սեղան ա կոտրվել, ձեռքից պրծավ, այսպես ասեմ, որ որոշակի գործողություններ բնական է, որ ցանկանում էր անել։ Դատավորի սենյակով դուրս է եկել եւ կարգադրիչները փոխարենը ձերբակալ էին, այդ պայն դատավորի անվտանգության մասին մտածեին, բաց են թողել գնացել է։ Ինչու է ձեր գնահատմամբ ծածկադրումքոց արվում։ Կան կանխավարկածներ, որոնք պարբերաբար շրջանառվում են, բայց կրկին անմեղության կանխավարկածի հետ գործ ունենք եւ չեմ ուզում խախտել որևէ մեկի այդ բացարձակ իրավունքը։ Ասում են, որ շրջանառվում են այնպիսի լուրեր, որ քանի որ գույքերը մեծ են, ակտիվները սեփականության իրավունքով պատկանող եւ տուժողի մոտ եւ Նարեկ Սարգսյանի մոտ ժառանգության հարց է բարձրանում եւ չի բացառվում, որ անարժան ժառանգի իրավական գնահատականը այս միջոցով որոշակի սուբյեկտներ փորձեն ստանալ համակարգը օգտագործելով, կոռուպցիոն սխեմաներ օգտագործելով, որպեսզի դատապարտվի այն անձը, ում հետ իդեպ շեշտեմ ի սկզբանե տուժող կողմը հաշտ չի եղել, այսինքն ամուսնության ընթացքում ցանկալի փեսա երբեք չի եղել։ Եվ հիմա այդ կանխավարկածը կա եւ շարունակվում է։ Որոնք են լինելու ձեր հետագա քայլերը, եթե օրինակ կառավարությունից որևէ մեկը չիջնի, ձեր դիմումը չվերցնի։ Մենք ստեղ ենք, մնալու ենք այնքան մինչև իջնեն եւ համագյուղացիները Նարեկ Սարգսյանի չի բացառում փողոցներ փակեն։ Ով է երաշխավորը, որ ակցիաները, որոնք սահմանադրությամբ արտոնված են քաղաքացու համար, մենք իրավունք չունենք իրացնել։ Մենք համառ ստեղ ենք, այսպես ասեմ, նախնական տվյալներով։